Թող ոչ ոք չհանդգնի Աստծո խոսքը տղայաբար և անխոհեմ մտքով մատուցել, այլ թող միշտ ուշադրություն դարձնի ունկնդիրների մտքին և մեծ զգուշությամբ խոպանացած լսելիքներում թող սերմանի վարդապետության խոսքը։ Եվ սկզբից թող ծանրալուր և դժվարակիր վարքը չդնի հոգով ամայացածներին, քանի որ ովքեր կամենում են հնազանդեցնել անփորձ ավանակին, եթե սկզբից ծանր ու դժվարակիր բեռներով բարձեն նրան, կամ ավանակը բեռների տակ կկքի, կամ բեռի տակ կապոցները ցած կընկնեն։ Պետք է թեթև բեռներով վարժեցնել և կատարյալ տարիքի հասցնել նրան։ Այդպես էլ հմուտ մշակները, որոնք մշակում են անդաստանները, պատվական սերմերը զուր չեն ցանում խոպան, փշակալած և մացառոտված տեղերում, որպեսզի կամ խոպանի պատճառով չկորչեն, կամ էլ թռչունները չհափշտակեն, այլ նախ արմատախիլ են անում փշերը, փափկեցնում հողը և ապա ցանում մեծարժեք սերմերը։ Նույն օրինակով էլ նրանք, ովքեր կամենում են մշակել բանական անդաստանները, նախ պետք է խոստովանությամբ արմատախիլ անեն մեղքերի փուշն ու պաղքով ու աղոթքով փափկեցնեն խոպան ու խոտածածկ սրտերը, կուսության, աղքատության, ողորմության և մահու չափ չարչարանքների համար։ Որովհետև թեև ողորմության մասին հրամանները սաստիկ ծանր են ընչասերների համար, սակայն ավելի շահեկան և օգտակար են, քան վարձատրության արժանի բոլոր առաքինությունները։ Նրանք այնքան բարձր են ամեն տեսակի ժուժկալություններից, որ վարձատրության արժանի բոլոր առաքինությունները նվազ լուսավոր են երևում, քան ողորմության պտուղները։ Ինչ ասեմ այլ առաքինությունների մասին, նաև հին և նոր կտակարաններում պատված է կուսության սրբությունը, սակայն առանց ողորմության այն արհամարհանքի արժանացավ և թույլ չտվեց մտնել հարսանյաց առագաստ։ Հիմար կույսերը ոչ թե ողորմություն չէին արել էին, սակայն քիչ, ոչ բավարար չափով։ Գիշերը նրանց լապտերների յուղը պակասեց և հանգան։ Այդպես էլ նրանք, ովքեր շատ հարստություն ունեն և քիչ ողորմություն են անում, այդ քիչը չի կարող բավական լինել նրանց փրկության համար, որովհետև ողորմությունն ընդունելի է, եթե համապատասխանում է ունեցածին։ Ովքեր շատ ունեն, նրանցից շատ ողորմություն է պահանջվում, իսկ ովքեր քիչ ունեն, քիչ ողորմությունն էլ է ընդունելի։ Որպես խորանի նյութ անհրաժեշտ էր ոսկի և այծի մազ։ Ովքեր ոսկի ունեին, բայց բերում էին այծի մազ, պիղծ և անընդունելի էր լինում նրանց բերածը, իսկ աղքատները, որ միայն այծի մազ էին բերում, ընդունելի և հաճելի էր Աստծուն և օրհնություն էին ստանում։ Քանի որ Աստված նայում է ոչ թե ունեցվածքի չափին, այլ տվողների կամքին, ընդունում է մեծից մեծը որպես մեծ, ընդունում է նաև սակավից սակավը որպես մեծ, քանի որ ով ունի 10 դահեկան և 1 դահեկան է ողորմություն տալիս, և աղքատը, որ ունի 10 լումա և 1 է տալիս իրենից ավելի աղքատին, Աստծո առջև այս մեկը նույն արժեքն ունի։ Սակայն չքավորի արարքն ավելի գեղեցիկ է, որովհետև իր չքավորության մեջ հարուստի չափ տվեց։ Այս բանի վրա Հիսուսն էլ զարմացավ, երբ այրին, որն ընդամենը 1 լումա ուներ, այն ողորմություն տվեց։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ աղքատ այրին ավելի գցեց, քան բոլորը։ Նրանք ամենքն իրենց կուտակածներից գցեցին Աստծուն տրված նվերների մեջ, իսկ նա իր կարոտության մեջ իր ունեցած ամբողջ ապրուստը տվեց։ Արդ սատանան հարուստին և մեծատունին խաբում է, նրան կարծել տալով, թե քիչը բավական է փրկության համար, և նա իր ունեցածի չափով չի տալիս, և մեծ ողորմություններ չի անում, այլ աղքատի նման քիչ և սակավ։ Իսկ ոմանք իրենց ամբողջ ունեցվածքը բաժանեցին աղքատներին և աղքատացրին իրենց անձերը, քանի որ փափագեցին անանց հարստություն։ Ոմանք էլ իրենց ունեցվածքի կեսը տվեցին տնանքներին իբրև եղբայրների։ Իսկ նախնիները տասանորդ էին հանում, պտուղներ էին տալիս, պատարակներ ու ողջակեզներ էին մատուցում և մեղքերի քավության համար մարդկանց և անասունների, անդրանիկներին էին տալիս, բերքի, հունձքի և բոլոր պտուղների երախայրիքը։
Աստծո փառքին նվիրված տարեկան բազմաթիվ տոներ ունեին, շաբաթ օրերը եւ ամսագլուխները մեծ ընծաներով նրան էին նվիրում։ Ավելին կշտացնում էին կարիքավոր աղքատներին, անհամար այրիների ու որբերի էին կերակրում, կույսերի համայնքների կարիքներն էին հոգում, բուժում էին հիվանդներին, ընդունում հյուրերին, մխիթարում նեղվածներին եւ վերացնում տկարների բոլոր կարիքները։ Արդ, եթե Աստված անկատար հին օրենքում պահանջում էր այս արդար բարեգործությունները, ապա որքան ավելի պիտի պահանջի մեզնից նոր եւ կատարյալ օրենքում, քանի որ ասում է. «Բայց ասում եմ ձեզ, որ եթե ձեր արդարությունը ավելի չլինի, քան օրենսգետներինը եւ փարիսեցիներինը, երկնքի արքայությունը չեք մտնի»։ Հապա ինչպես ներվելով թողություն պիտի գտնենք մենք Քրիստոսից ուսանած քրիստոնյաներս, եթե ավելի շատ ողորմություն չանենք, քան թերակատար հնի եւ հրեաների ողորմությունը, որովհետեւ եթե միայն հրեաների արդարությունը կատարենք, զուր է մեզ համար Քրիստոսի գալուստը, եթե հրեաներից ավելի չաճենք սրբությամբ, պտուղներով, պատարակներով եւ սիրո պատվիրանով։ Քանզի նոր օրենքում աղքատներն ու հարուստները բոլորս մի մարմին ենք ի Քրիստոս եւ միմյանց անդամներ։ Եթե Քրիստոսի ծառայես եւ պահում ես նրա պատվիրանները, պետք է եղբոր նկատմամբ հոգ տանես, ինչպես սեփական մարմնի անդամի, քանի որ ասում է. «Եթե վշտանում է մի անդամը, նրա հետ վշտանում են բոլոր անդամները»։ Արդ, եթե Քրիստոս գլուխ է, իսկ մենք նրա մարմինն ու անդամները նրա անդամներից, պետք է ամեն ինչ Քրիստոսինը համարենք, որոնք նա հանձնեց հարուստներին եւ նրանց վերակացու ու մատակարար կարգեց, որպեսզի իմաստությամբ մատակարարեն, իմանալով, թե ում է շատ պետք եւ ում քիչ։ Առաքյալների մոտ նույնպես ընդհանուր էին ինչքերը, եւ բոլոր հավատացյալներն իբրև մեկ անձի անդամներ էին։ Ոչ ոք չէր համարձակվում ասել, թե իրենն է հարստությունը, այլ բերում եւ տալիս էին խնդրողին։ Այս է սրտով ողորմությունը, այս է Աստված պաշտությունը եւ կատարյալ մարդասիրությունը, ովքեր բաշխում են այդպիսի գթով, մինչև իսկ տեղեկանում են նրանց կարիքների մասին։ Առաքյալների օրոք այնքան կարևոր էր աղքատների խնամքը, որ մինչև իսկ Քրիստոսին քարոզելու հետ հավասար ուսուցանում էին ողորմություն։ Մարդիկ բերում եւ առաքյալների ոտքերի առջև դիզում էին մեծ քանակությամբ հարստություն, որոնց վրա մատակարարներ կարգեցին Ստեփանոսի խմբին։ Իսկ ովքեր տնանքներին չգթալով էին բերում ողորմություն, մեռան, ինչպես Անանիան եւ Սափիրան։ Իսկ Տաբիթան, որ գթով ու խնամքով կերակրում եւ հագցնում էր որբերին ու այրիներին, նրանց աղոթքով հարություն առավ մեռելներից։ Պողոսն ասում է. «Նրանք խնդրեցին, որ հիշեն աղքատներին, եւ ես հոգ տարա այդ նույն բանն անելու»։ Քանի որ այս պատվիրանը լրումն է բոլոր աստվածային գրքերի, ինչպես որ Քրիստոս մեծատունին ասաց. «Եթե կամենում ես կատարյալ լինել, գնա վաճառիր քո ողջունեցվածքը եւ տուր աղքատներին, եւ գանձեր կգտնես երկնքում»։ Իսկ ագահների մասին ասում է. «Ավելի դյուրին է, որ ուխտը ասեղի ծակից անցնի, քան թե մի մեծահարուստ Աստծո արքայությունը մտնի»։ Քանի որ ովքեր այստեղ մեծ հարստություն են հավաքում եւ ողորմություն չեն սերմանում, դատարկ ու ունայն կգնան այս աշխարհից եւ կարակվեն դեպի անողորմ եւ աններելի հուրը։ Այս ուսուցանելով է Տերն ասում. «Ձեզ համար բարեկամներ արեք անիրավ մամոնայից, որ Աստված ընդունի ձեզ հավիտենական հարկերում»։ Այս մասին նաեւ Պողոսն է ասում. «Ընթացեք սիրո հետ եւ նախանձավոր եղեք աղքատների ողորմության, որպեսզի դուք էլ ողորմություն ստանաք Քրիստոսից»։ Մեկ այլ տեղ ասում է. «Առատորեն բաշխեց եւ տնանքներին տվեց, նրա արդարությունը կմնա հավիտյանս հավիտենից»։ Եվ Պողոսը ոչ միայն հորդորում, այլև հրամայում է հարուստներին ասելով. «Ձեր հարստությունից բաժին հանեք աղքատների կարիքների համար եւ աղքատների աղոթքներից բաժին կլինի ձեր մեղքերի թողության համար»։
Որովհետև ոչինչ այնպես չի թեթևացնում մեղքերի ծանրությունը, ինչպես ողորմությունը և տնանքների նկատմամբ գութը, ինչպես Դանիելն էր ուսուցանում Նաբուգոդոնոսորին, երբ վերջինս հիվանդացել էր մեղքերից, նա հարցնում էր մարգարեին. «Ինչ հնար կլինի այս ցավերի համար»։ Եվ Դանիելը, որպես բժիշկ մոտենալով ասաց. «Արքա, ոչ պահքը, ոչ հսկումը, ոչ քուրձը և ոչ էլ միայնությունը չեն կարող քեզ օգնել, այլ գնա քավիր քո մեղքը ողորմությամբ և քո անօրինությունը տնանքներին գթալով, և այդ արարքն է, որ պիտի արդարացնի քեզ, և այդ ճանապարհն է, որ քեզ պիտի առաջնորդի դեպի հավիտենական կյանք»։ Տեսնում ես, ինչպիսի զորություն է ողորմությունը և ինչպիսի համարձակ երեսով է կանգնեցնում Աստծո առջև ողորմածին, մանավանդ նրանց, ովքեր սրտանց կերակրում են քաղցածներին, ինչպես Եսային է ասում. «Քաղցածներին սրտանց բաժանիր քո հացը և անօթևան աղքատներին տար քո տունը։ Եթե մերկ մարդ տեսնես, հագցրու նրան և քո ժողովրդի տառապյալներից երես մի դարձրու։ Այն ժամ պիտի կանչես և Աստված պիտի լսի քեզ, մինչև դու խոսես, նա պիտի ասի. ահա հասել եմ»։ Եվ այսպիսի ողորմությունն է արագաթև բարձրանում դեպի Աստծո ականջը և շտապով խոնարհեցնում օգնելու ողորմածին։ Աստված ոչ միայն այստեղ է օգնում ու փրկում ողորմածին, այլև երբ ավարտվում է այս կյանքը և փոխվում են հանդերձյալ աշխարհ։ Իր ողորմությունները բազմապատիկ արատությամբ պիտի հատուցի ողորմածին, Տերն ասում է. «Աղքատներին արված ողորմության համար ես եմ պարտաբանը, նաև ես եմ փոխատուն նրանց փոխ տրված դրամի»։ Որովհետև ով ողորմում է աղքատին, փոխ է տալիս Աստծուն, և նա մեկը 100 է դարձնում անանց բարությամբ, նաև քավում է մեղքերը և փրկում տանջանքներից։ Երանի նրան, ով խորհում է աղքատի ու տնանքի մասին, չարի օրը Տերը պիտի փրկի նրան։ Ինչ է նշանակում խորհել աղքատի և տնանքի մասին։ Նրանց մասին մտածել նշանակում է նրանց տառապանքի մասին խորհել ասելով, որ նա իմ եղբայրն է, անդամն ու մարմինը, և ինձ պես կարիք ունի և կարոտ է ամեն ինչի, ինչքի, տան և քաղցի նեղությունից անհանգիստ հացում և շրջում է, տոթից շոքում, ցրտից դողում, ստամոքսը դատարկ է, մարմինը մերկ, մազերը գզգզված, դեմքը դեղնած և թորշոմած, ամբողջ մարմինը հալումաշ եղած և հյուծված, թափառում է, վարանում, դռնեդուռ ընկնում, հետո կանգ առնելով թախանձակին խնդրում, ողորմաշարժ ձայներ հանում։ Տեսնելով մեր անգթությունը, անվայել ու անամոթ կերպով ցուցադրում է իր հաշմանդամ մարմինը, որպեսզի մեր անմարդկային գութը շարժի։ Հանդգնում է, լրբանում և շատ չարչարվելով չնչին ուտելիք գտնում, դռներից, գավիթներից և տներից ներս վախով է մտնում, որովհետև սարսափում է տների շներից, վախենում անասուններից, որովհետև ձիերը աքացի են տալիս, եզները պոզահարում, շները վիրավորում, իսկ անողորմ և չար մարդիկ բամբասում են, վնասում, նետի նման խոցոտում, մանավանդ եթե նա հաշմանդամ, կույր կամ անդամալույծ լինի։ Սովից տառապում և ալեկոծ վիճակով անգութ մարդկանց առջև է կանգնում, ասես վայրի գազանների առջև, նախ նախատվում է, ապա եթե կարողանում է մի բան ստանալ, այդ լինում է նրա ստացած բազմաթիվ նախատինքների գինը։ Արդ, երբ որևէ մեկը մտածի այս ամենի մասին և քաղցր խոսքերով և գթասրտությամբ մխիթարի կարիքավորին, նաև ողբա և հառաչի նրա համար, իրոք խորած կլինի աղքատի և տնանքի մասին։ Այսպիսիներին է երանի տալիս մարգարեն, և նրանք, ովքեր նման գութով և ողորմությամբ կընդունեն աղքատներին, նեղության օրը կփրկվեն։ Իսկ չար օրը ինչպիսին կլինի անողորմների և մեղավորների համար։ Այն ահեղ դատաստանի օրն է, երբ կսասանվի երկինքը և կդղրդա երկիրը, երբ կխավարի արեգակը, կկորչեն լուսինն ու աստղերը,
երբ արհավիրքները կհարված են և կսաստկանա սոսկումը, երբ կհնչի փողի ձայնը և կզարհուրեցնի, հրեշտակների ձայնը կսարսափեցնի, երբ կշարժվեն զորությունները, իշխանությունները և պետությունները, և երկրի վրա կծավալվեն հրեշտակների գնդերը, երբ կընկնեն գահերը, և մենք կտեսնենք Քրիստոս արքայի իջնելը, երբ դատավորի փառքի ահից կսարսափեն սերովբեներն ու քերովբեները, երբ կպատրվեն վեմերը, կբացվեն գերեզմանները, բազմաթիվ ննջեցյալները հարություն կառնեն, կնորոգվեն անթիվ ապրողները, երբ սուրբերի դասերը կցնծան, արդարների խմբերը կպայծառանան, ողջ այս աշխարհը իմի խմբված կկանգնի և հուրը կընթանա ամենուր և կտարածվի ողջ տիեզերքում, այնժամ մեղավորները, որոնք կապված պիտի լինեն մեղքի կապանքներով և անօրենությունների շղթաներով, պիտի առաջնորդվեն խավար մեկով պատած մեծ հրապարակ, որտեղ ծաղր ու ծանակով և անտանելի ամոթով ցուցադրվելուց հետո պիտի կանգնեն սոսկալի ատյանի առաջ մեծ և ահավոր դատավորի դիմաց, որի հուրը վառվելով պիտի այրի, իսկ բոցավառ կրակը պիտի բարձրանա մինչև հնոցը, որտեղից կայծակներ և կրակի գետերի հոսանքներ պիտի ժայթքեն, վառված կրակը ցած պիտի իջնի և տարածվի ներքնամասի մեջ, ուր կան խավարային գուբեր, աղջամղջային տարտարոսներ, չարատանջ գեհեն և դառնաթույր որդեր, որոնք սպառնում են և պատրաստված են բոլոր մեղավորների համար վերջին ահեղ օրը վրեժ լուծելու։ Այս է մեղավորների չար օրը, որից կփրկվի ողորմածը աղքատներին արած ողորմության և տնանքներին գթալու միջոցով։ Նրանց նաև ինքը փրկիչն է երանի տալիս ասելով. երանի ողորմածներին, քանզի նրանք ողորմություն պիտի գտնեն, և անողորմ դատաստան է լինելու նրա հանդեպ, ով ողորմած չի եղել, քանզի ողորմածությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց։ Անգութ են լինելու դատախազները, անգութ են լինելու նաև դահիճները, անողորմ է հնոցի կրակի մեջ այրվելը, անողորմ է տապի խորովումը, և ահեղ ցավերի չարչարանքները չեն վերջանում և չունեն ներում։ Այս է անողորմների անողորմ դատաստանը և աններելի տանջանքները, որոնց ենթարկվեց անողորմ մեծահարուստը, ահեղ հրի մեջ այրվելով և տապակվելով, որովհետև ողորմություն չտվեց քաղցածներին, մերկերին և հիվանդներին, որի պատճառով էլ ստացավ անողորմ հատուցում։ Արդ լսելով այս ամենը, չհապաղենք ողորմել նեղված աղքատներին, առավելապես խեղանդամներին և հիվանդներին, որբերին, այրիներին, վշտացածներին, օտարներին, քյուրերին և ծերերին, և անհրաժեշտ պետքերի կարոտներին, որոնց կարողանան վաստակել և այս աշխարհի վրա ապրելու միջոց ձեռք բերել։ Եթե բարեպաշտ ես, խնամիր և խոք տար նրանց, եթե կամենում ես քո մեղքերը քավել, նրանց կերակրող և հագցնող եղիր, եթե կամենում ես համարձակ երեսով տեսնել Քրիստոսին, մի տրտմեցրու նեղվածների և կարոտյալների երեսները, եթե կամենում ես մտնել սրբերի օթևաններն ու խորանները և ժառանգել անբավ բարությունը, օթևան տուր և հյուրընկալիր օտարներին, կարոտյալներին, հիվանդներին և վշտացածներին, մխիթարիր նրանց երկրավոր պիտույքներով, որպեսզի դու էլ հանգստանաս և վայելես հոգևոր կերակուրով և անանց փափկությամբ։ Քանի որ բարեպաշտություն է արատ ողորմությամբ օգնելը նեղվածին և վշտացածին, քանի որ այնպիսի մարդը ողորմություն չէ, որ անում է, այլ կստանա անանց բարիքների վայելչությունները, նաև այստեղ կգտնի բարիք, երբ բարիք գործի։ Եթե աղքատներ չլինեին երկրի վրա, ով կկարողանար թեթևացնել իր մեղքերի ծանր բեռը և կամ փրկվել ալեկոծ անօրենություններից։ Սակայն աղքատներին ողորմություն անելով, մենք անցնում ենք այս աշխարհի ալեցուփ ու երերուն կյանքի միջով և հասնում խաղաղության նավահանգիստ։ Տառապողների համար արվող աղոթքը արմատախիլ է անում մեղքերի փուշը, մաքրում և սրբում է պիղծ մեղքերի թարախը, բժշկում և առողջացնում է սատանայի հասցրած վերքերը, ցրում և թեթևացնում է անօրենության ծանրությունը և մեզ երկինք է ուղարկում սրբված և արդարացած։ Այսպիսին է ողորմության զորությունը, այն մեզ ազատում է դառը կապանքներից
և մեր ծանր հանցանքներից կարոտյալներին տված քիչ դրամի միջոցով։ Մի տրտմիր, որ հարստությունդ պակասում է, քանզի դրա չափ նաև մեղքերդ են պակասում։ Եվ երբ քեզանից հեռացնում ես դրամդ, նրա հետ նաև մեղքերդ ես հեռացնում և սրբվում պիղծ գործերիդ անօրենություններից, ինչպես Տերն է ասում. ողորմություն տվեք և ձեր ամեն ինչը սուրբ կլինի։ Ողորմությամբ սրբվում է ողորմածի մարմինը, սրբվում է նաև հոգին, օժտվում են ինչքերը և հաջողվում են նրա գործերը, պտղաբերում են արտերը, բազմանում են ոչխարները, քանի որ երբ աղքատներին ողորմություն ես տալիս, այն փոխ ես տալիս Աստծուն և Աստված սրա փոխարենը կտա ոչ միայն այն, ինչ ասվեց վերևում։ Նա ողորմածին շնորհում է արքայություն, փրկում թշնամու որոգայթներից և ազատում դժոխքից։ Թեպետ մեծ սրբություն է կուսությունը, սակայն ողորմությունը ավելի պատվական է։ Թեպետ մեծ է պահեցողությունը և մեծ են բազմաթիվ առաքինությունները, սակայն ողորմությունը ավելի մեծ է, կարևոր և Աստծո համար ընդունելի։ Մեծ է և պատվական ողորմած մարդը, և ով ողորմություն չի գործում, նրան աստվածաշունչ գրքերը մարդ էլ չեն անվանում, այլ շուն, խոզ, որոնք մենակ են ուտում։ Արդարև, նման մարդիկ ճրագ են առանց լույսի, աչք են առանց տեսողության, աղբյուր են առանց ջրի և չորացած ծառեր, որոնք միայն անուն ունեն և ոչ օգտակարություն։ Եվ արդ ինչպես անողորմին մարդ համարենք, քանի որ ինչպես աղբյուրը ջրով է աղբյուր, ճրագը լույսով է ճրագ, նույնպես էլ մարդն իր ողորմությամբ է, որ ճանաչվում է որպես մարդ, որովհետև միշտ խոնարհեցնում է իր սիրտը աղքատին սիրելու և գթալու, ձեռքը մեկնում է կարոտյալին ողորմելու և աղքատների ու քաղցածների միջոցով կերակրում է Քրիստոսին, քանի որ Քրիստոս աղքատներին արված ընդունելությունը իրենն է համարում։ Քաղցած էի, ասում է, և կերակրեցիք ինձ, հիվանդ էի և բանտում էի, այցելեցիք ինձ։ Եվ արդ, եթե հավատում ես Աստծո անսուտ խոսքին, ճշմարտապես հասկացիր, որ երբ կերակրում ես քաղցածներին, Քրիստոսին ես կերակրում, եթե ծարավածին ջուր ես խմեցնում, Քրիստոսին ես խմեցնում, եթե ընդունում ես հյուրերին, Քրիստոսին ես ընդունում, և թե օտարին ես հյուրընկալում, Քրիստոսին ես ասպնջական, եթե այցելում ես հիվանդին, Քրիստոսին ես այցելում, եթե սփոփում ես նեղվածին, Քրիստոսին ես մխիթարում, եթե օգնում ես անօգնականին, Քրիստոսին ես լինում օգնական, եթե սպասավորում ես տկարներին, Քրիստոսին ես սպասավոր, և այն ամենը, որ տալիս ես քաղցածներին, Քրիստոսի ձեռքն ես տալիս, և նա բազմապատիկ կհատուցի վերջին օրը, ուր ոչ հարստություն կա ամբարված, ոչ սիրելիներ, ոչ էլ ծանոթներ, ուր ոչ սուրբերը կարող են օգնել և ոչ էլ արդարները փրկել, ուր ոչ հայրերն են գթում և ոչ էլ եղբայրները ողորմում, այլ միայն բարի վարքը և աղքատներին տված ողորմությունն են օգնում։ Արդ, չսպասենք վախճանին և ագահություն չանենք, աղքատներին չթողնենք, Քրիստոսին չտրտմեցնենք, այլ կերակրենք որբերին, խնամենք այրիներին, հյուրընկալենք բանդողտներին, ուտելիք տանք քաղցածներին, մխիթարենք Քրիստոսին, երկրի վրա առատորեն մարդասիրություն սերմանենք և երկնքում ողորմություններ հնձենք, երկնային խորանները բարձրանանք և մեծ ուրախությամբ վայելենք անանց ուրախությունները մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ, որին վայելում է փառք և պատիվ հավիտյանս հավիտենից, ամեն։